Եթերում հեռանկարն է։ Նախորդ օրերին միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացած էր Եգիպտոսի ուղղությամբ։ Այնտեղ ընթանում էր Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովը։ Դրան հրավիրված էին նաև Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները։ Ոչ միայն Եգիպտոսի, այլև վերջին շրջանում մեր տարածաշրջանին վերաբերող իրադարձությունների դինամիկան քննարկենք Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի հետ։ Շնորհակալություն պարոն Մինասյան մեր հրավերը ընդունելու համար։ Սկսենք Շարմ էլ-Շեյխից։ Իրականում արդյոք սա շրջադարձային կետ է Մերձավոր Արևելքի խաղաղության համար։ Ցավոք սրտի այն հակամարտային պոտենցիալը, որը որ կա այդ տարածաշրջանում, մի միջոցառմամբ, ինչքան էլ դա, ասենք, մասշտաբային լինի, ինչքան էլ դա անձնական նախագահ Տրամպի ներգրավության հետ կապված լինի, դժվար թե լիովին այդ հարցերը լուծվեն, բայց համենայն դեպս տակտիկական մակարդակով այն հարցերը, որոնք որ անմիջապես կապված են Գազայի, Պալեստինայի, Իսրայելի անվտանգային հարցերի շուրջ, կարծում եմ կարճաժամկետ առումով ինչ-որ ընթացք կունենան, բայց հասկանալի է, որ լուծելով կամ կարգավորելով կամ չեզոքացնելով ինչ-որ մի կոնֆլիկտային ուղի կամ կետ Մերձավոր Արևելքում բացվում են ուղիներ կամ ճանապարհներ նոր հակամարտային դաշտերի։ Եվ այս համատեքստում կարծում եմ ուրվագծումը ինչ-որ օրինակ մեզ համար հետաքրքրող թեմաներից դա Իսրայելի եւ Թուրքիայի տարածաշրջանային նոր հակամարտությունը նույն այն տեղերում, նույն այն հատվածներում, որտեղ որ Իսրայելը միջև այդ փորձում էր մրցակցել իր արաբական մրցակիցների երկրների հետ։ Եվ դրա ազդեցությունը մեզ վրա ինչպիսին կարող է լինել, ինչպես է գնահատում։ Բնականաբար հասկանալի է, որ Իսրայելի անվտանգային եւ ռազմական հետագա ուժեղացումը, որի դրսևորումները նաև մենք տեսանք այս վերջի հունիսի Իրանա-Իսրայելյան պատերազմի ժամանակ կրկին բարձրացնում են Մերձավոր Արևելքում անվտանգային դերակատարների նշանակությունը եւ մենք տեսնում ենք, որ մի կողմից իրաքյան հայտնի իրադարձություններից հետո Սիրիայից հետո Միացյալ Նահանգները որոշ չափով վերադառնալով չէին վերադառնում եւ այդ տեղը փորձում են զբաղեցնել արդեն տարածաշրջանային գերտերություններ։ Դա Իրանն էր, որը որ թույլատրել էր, դա Թուրքիան էր, որը որ միշտ համարվում էր տարածաշրջանային գերտերություն եւ նաեւ Իսրայելը, որը որ այս իրադարձությունների արդյունքում ուժեղացնում է առնվազն իր ուժային ունակությունները եւ ուժը պրոյեկցելու հնարավորությունը Մերձավոր Արևելքում, չնայած որ մյուս կողմից դա նաեւ բավականին դժվար եւ ծանր հետևանքներ է բերում նաեւ Իսրայելի ներսում ներքաղաքական զարգացումների համատեքստում։ Հիմա Հայաստանի եւ Ադրբեջանի մի երկրի նախագահը, մյուս երկրի վարչապետը այնտեղ էին, հրավիրված էին, սա ինչ ուղերձ էր, ինչ էր նշանակում։ Դա շարունակությունն է նախագահ Տրամպի այն տրամաբանությանը կամ իր անձնավորված կեցվածքին, որը որ ինքը փորձում է դրսևորել եւ այնպես է ստացվել, որ Հայաստանը եւ Ադրբեջանը գոնե տեսանալի ապագայում այս տրամաբանության այն հայտնի երկրների, չեմ ուզում նշել Ալբանիան եւ Կամբոջան, բայց այդ հայտնի երկրների շարքում են եւ կարծում եմ դա բանակցային գործընթաց է, այն ինչ որ վերաբերվում է, ասենք կոնկրետ մեր տարածաշրջանում, դա գոնե քաղաքական առումով դա բնականաբար նպաստում է եւ այդ երկխոսությանը եւ այն շրջանակներին, որոնք որ պահում են երկխոսությունը նաեւ առաջատար քաղաքականության, ասենք, ստվերի տակ, ինչը ոնց որ նշեցի, կարծում եմ ընդհանուր առմամբ բավականին կարեւոր եւ դրական գործընթաց է։ Հիմա դուք նշեցիք Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերությունների ազդեցությունը մեր տարածաշրջանի վրա։ Ընդհանրապես 44 օրյա պատերազմն ցույց տվեց, որ այնտեղ տեղի ունեցողը նաև ուղիղ ազդեցություններ ունենում այստեղ։ Բացի Թուրքիայի եւ Իսրայելի այդ հարաբերություններից, այլ ինչ գործոններ կան, որոնք կարող են ազդել մեր տարածաշրջանին։ Իրականում այդ գործոնները բնականաբար կան գործոններ, որոնք որ մշտական ազդեցություն են թողնում, դա վերջի տարիներն եւ ռուս-ուկրաինական պատերազմն է եւ ավելի մասշտաբային, ասենք, Ռուսաստանի, ԵՄ-ի եւ Միացյալ Նահանգների առճակատումը, որը դրսևորում է
Ուկրաինայում, բայց նաև անդրադառնում է հետխորհրդային տարածքում Հայաստանի անվտանգությունը եւ Հայաստանի կամ Հարավային Կովկասի քաղաքական գործընթացները չափազանց կախված են այդ երկու մեծ տարածաշրջանների հետ խորհրդային կամ նախկին հետխորհրդային տարածքի եւ մեծ մերձավոր արևելքի եւ նաեւ մենք տեսնում ենք որ այդ գործընթացները չափազանց համակված են եւ հասկանալի է որ օրինակ Թուրքիան կարևոր դերակատար ինչպես մերձավոր արևելքում այնպես էլ նաեւ ասենք Սևծովյան կամ ուկրաինական հակամարտության ֆոնին նույն ձևով նաեւ Ռուսաստանը նույն ձևով մենք տեսանք նաեւ Իրանը եւ իր տարածաշրջանում եւ նաեւ ռազմատեխնիկական դերակատար ուկրաինական հակամարտության համատեքստում եւ նաեւ այն մշտական գլոբալ դերակատարները, որոնց մասին մենք շատ լավ գիտենք, դա Եվրոմիությունն է, դա Միացյալ Նահանգներն է եւ դա նաեւ Չինաստանը, որի դերն ու նշանակությունը ուժեղանում է, այդ թվում նաեւ մեր տարածաշրջանում, այդ թվում նաեւ մեր տարածաշրջանի որոշ կարևոր դերակատար երկրները։ Հիմա օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան գագաթաժողովից արդեն անցել է 2 ամիս։ Որոշակի իրադարձություններ եղել են, քննարկումներ եղել են։ Դուք ինչպես եք դիտարկում այդ դինամիկան, ինչ է փոխվել իրականում։ Դե իրականում ամենակարևորը դա այդ փաստաթղթերի եւ այդ միջոցառման քաղաքական հնչողությունն ու նշանակությունը եւ հասկանալի է որ այս փաստաթուղթը որը որ ստորագրվել էր Միացյալ Նահանգների նախագահի անմիջական մասնակցությամբ եւ հանրության տակ դա իր քաղաքական էությամբ չափազանց կարեւոր փաստաթուղթ է ինչ վերաբերվում է այս գործընթացի տեխնիկական իմպլեմենտացիան ապա այստեղ կան եւ տեխնիկական խնդիրներ եւ նաեւ քաղաքական բնույթի խնդիրներ քաղաքական բնույթի խնդիրները այն են, որ հասկանալի է, որ օրինակ Ադրբեջանը չափազանց շահագրգռված է ինչքան հնարավոր է հետաձգել եւ դանդաղացնել այս գործընթացը, Միացյալ Նահանգները միգուցե քաղաքական առումով ստացել են այն ինչ որ պետք էր ներկայիս ադմինիստրացիային եւ տեխնիկական իմպլեմենտացիան դա ոնց որ երկրորդական հարց է, բայց ես նաեւ զգում եմ, որ հայկական կողմը փորձում է բոլոր հնարավոր միջոցներով ինչ որ արագացնել Հայաստանի համար կարևոր այդ տեխնիկական ֆորմատի իմպլեմենտացիան եւ մենք գտնվում ենք այդ ինչ-որ միջանկյալ կարգավիճակում, որի դինամիկան նաեւ մեծապես նաեւ կախված կլինի ընդհանուր տարածաշրջանային գործընթացների տրամաբանությունից։ Մա ումից է կախված այդ արագացումը նկատի ունեմ, ոչ միայն Հայաստանը նկատի ունենալով, այլ տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները։ Մենք տեսնում ենք տարբեր ուղղվածությամբ, այսինքն սիգնալներ կողմեր կան, որոնք որ փորձում են հակառակը դանդաղացնել այս գործընթացը եւ դա ոչ միայն Ադրբեջանը կամ Թուրքիանը, Հայաստանը պարզա որ փորձում է իր միգուցե սահմանափակ, բայց բոլոր միջոցներով եւ ազգային մակարդակով եւ նաեւ ասենք Միացյալ Նահանգների ներսում տարբեր լծակներով արագացնել այս գործընթացը, հասկանալի է նաեւ որ Միացյալ Նահանգները զբաղված լինելով հերթական մեծ հակամարտության կարգավորման առումով ինչ որ ասենք իներցիոն ձևով ուշադրություն են դարձնում այս գործընթացին, բայց հաջողությունը կախված կլինի այդ բոլոր գործոնների համադրությունից։ Դեռ նախորդ ադմինիստրացիայի ժամանակ հստակ նշվել էր, որ այն միջին միջանցքը, որը պետք է անցնի Հայաստանի եւ Թուրքիայի տարածքով, այդպիսի ուղերձ էր հողում։ Որքանով է այդ տրամաբանության մեջ գործում ներկայիս գործընթացը։ Դե ընդհանրապես մենք պիտի խոստովանենք, որ եւ 2020 թվականների եւ 2023 թվականների եւ հետագա գործընթացների արդյունքում հայ-թուրքական գործընթացը եւ հայ-թուրքական հարաբերությունները եւ բարելավումը եւ կոմունիկացիոն խնդիրների լուծումը մեծապես կախված են Ադրբեջանի դիրքորոշումից, այսինքն Թուրքիան որդեգրել է այն մոտեցումը, որ այն բոլոր հարցերը կկարգավորեն, երբ որ ինչ որ կամ վերջնակետ դրվի հայ-ադրբեջանական գործընթացում խաղաղ կամ ինչ որ լուրջ ասենք զարգացումներ լինեն, բայց այդ զարգացումների գնահատականը ճակերտներում կախված կլինի առաջերտին Բաքուի ասենք դիրքորոշումից թուրք-ադրբեջան հարաբերություններ։ Հետևաբար այդ ձեր նշած գործընթացները երկկողմանի կապվածություն ունեն եւ Թուրքիան միջև նաեւ այդ զարգացումներ, բայց հատկապես այս վերջի աշխարհակական եւ ռազմական զարգացումներից դա ավելի հստակ կապում է հայ-ադրբեջանական գործընթացից, իսկ հայ-ադրբեջանական գործընթացում, ինչպես մենք գիտենք, Ադրբեջանը տարբեր ասենք շրջանակներից ելնելով, տարբեր հաշվարկներից ելնելով այդքան էլ չի շտապում։
Այսօր ուշադրություն գրավեց մի տեղեկություն, որը վերաբերում էր Մեծ Բրիտանիայի քաղաքականությանը այս տարածաշրջանում։ Մասնավորապես նշվել էր, որ 92 թվականի այն հիմնավորումը, որը դրված էր էմբարգո կիրառելու հարցում, այժմ չկա։ Եվ Հայաստանի եւ Ադրբեջանի դեպքում Մեծ Բրիտանիան ձգտում է ռազմավարական գործընկերության մակարդակի հասցնել հարաբերությունները։ Հիմա եթե չկա զենքի էմբարգոն եւ ռազմավարական հարաբերություններ, սա արդյոք նոր ռիսկեր չի առաջացնի, թե նոր հնարավորությունների հիմք է տալիս։ Երկու գործոններ իր դերը խաղում են, բայց ընդհանուր առմամբ, եթե ինչ որ տարածաշրջանային սպառազինություններ մրցավազք տեղի ունենում, ապա բոլոր հնարավոր կամ հավասար պայմաններում պարզ է, որ այն կողմը, որը որ ունի ավել ֆինանսական միջոցներ կամ նաև քաղաքական ազդեցություն եւ Միացյալ Նահանգների դեպքում, Միացյալ Թագավորության դեպքում դա բնականաբար Ադրբեջանի համար նոր ուղղվածություն չի, Ադրբեջանը կարա ստանա տեսական առավելություն։ Մյուս կողմից նաև մենք պիտի հաշվի առնենք, որ ժամանակակից պատերազմի բնույթը իր մեջ ներառում է բավականին կարևոր տեխնոլոգիական նորույթներ, որոնք որ ոչ բոլոր երկրներն են դրան դրապետում եւ նաեւ Միացյալ Թագավորությունը այդ երկրներից մեկն է եւ միգուցե կան հատուկ նիշաներ, որտեղ որ Հայաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը Մեծ Բրիտանիայի հետ կարա որոշ ինչ որ տարբերություն տա այդ հավասար պայմաններում, օրինակ դրոնային պաշտպանության կամ նոր զինատեսակների ձեռքբերման, կառավարման միջոցների եւ այստեղ բնականաբար ավելի հստակ մենք կարանք խոսենք այն պայն, երբ որ կողմերը Մեծ Բրիտանիայի հետ ավելի ինչ որ տրամաբանական ավելի շարունակական բանակցություններ ունենան ռազմատեխնիկական ոլորտում, բայց այստեղ նաև պիտի մենք հաշվի առնենք մի կարևոր հանգամանք, որ Մեծ Բրիտանիայի ռազմաարդյունաբերական համալիրը այս պայն եւ տեսանելի երևի թե տարիներին նաև մեծամասամբ ներգրաված է լինելու մի կողմից Ուկրաինայի ռազմատեխնիկական աջակցության եւ նաև հենց Մեծ Բրիտանիայի եւ իր դաշնակիցների ՆԱՏՕ-ի եւ Եվրոմիությունում նոր տեխնոլոգիական վերազինման եւ այսպես եւ դրանից ելնելով ես չեմ կարծում, որ շրջադարձային ինչ որ հնարավորություններ կլինեն ինչպես Հայաստանի, այնպես էլ ասենք Ադրբեջանի կամ տարածաշրջանի այլ երկրների համար այս տեսանկյունից։ Երկրորդ պաշտոնական տեղեկությունը վերաբերում է ռազմական կցորդի նշանակմանը Եվրամիությունում, եթե չեմ սխալվում, այդպես է կոչվում։ Եվ առաջինն է, եւ սա ըստ էության պաշտպանական հարաբերություններում նոր մակարդակ է, ինչ ենք ակնկալում մենք եւ ինչ են ակնկալում իրենք մեզ։ Այո, Արտան Հովհաննիսյանը նշանակվել է նոր մեր ռազմական կցորդը Բրյուսելում, այս անգամ Բրյուսելում որպես Եվրոմիության Եվրամիությունում մեր ռազմական կցորդը, դա նշանակում է առաջերտին երկու հանգամանք, որ Հայաստանի եւ Եվրոմիության համագործակցությունները իր մեջ արդեն ներառում է եւ դա առաջի անգամը չի, այսինքն մենք այդ դինամիկան տեսել ենք, Հայաստանը նաեւ որոշ անվտանգային աջակցություններ ստանում, միջև այդ ոչ լետալ, ասենք միջոցների ձևով, բայց ամենայն դեպս այդ գործընթացը սկսվում է եւ երկրորդը նաեւ այն, որ այս վերջի տարիներին հատկապես Ռուսաստանի հետ հակամարտության եւ ուկրաինական պատերազմի ֆոնին Եվրոմիությունը իր այդպես կոչված ռազմավարական ինքնավարության, ասենք կոնցեպցիայի շրջանակներում ավելի մեծ ուշադրություն է դարձնում իր ռազմական եւ անվտանգային բաղադրիչին։ Այսինքն մենք տեսնում ենք Եվրոմիության որպես կառույցի եւ որպես պետական եւ ռազմավարական դերակատարի ավելի շատ միլիտարիզացիան եւ բնականաբար դա հնարավորություններ է ստեղծում նաեւ գործընկեր երկրներին Եվրոմիության հետ ավելի հստակ համագործակցություն վարել նաև անվտանգային եւ ռազմաքաղաքական ոլորտներում, չմոռանանք նաև այն հանգամանքը, որ Եվրոմիությունը նաև այն դերակատարն է, որը որ այս արդեն երկրորդ տարին է անընդմեջ նույնիսկ ավել Հայաստանի հետ անվտանգային տարբեր ձևաչափեր ունի, այդ թվում նաև քաղաքական երաշխիքների շրջանակներում այն է Հայաստանում
տեղակայված քաղաքացիական դիտորդական միսիայի ֆորմատով։ Մենք տարածաշրջանի բոլոր երկրներից խոսեցինք բացի Վրաստանից, անդրադառնանք Վրաստանին, Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները, ինչպիսի եզրահանգումների տեղիք են տալիս եւ այս համատեքստում ինչպես է տեղավորվում Վրաստանը։ Ես կարծում եմ, որ բավականին սպասելի եւ տրամաբանական տեղական կառավարման մարմինների ընտրությունների արդյունքները Վրաստանում ցույց են տալիս այն դինամիկան, որը որ նկատվում է եւ Վրաստանի տարածաշրջանային այդ դիրքորոշման եւ նաեւ իր հարաբերությունները արտաքին ուժերի, ինչպես Եվրամիության, այնպես էլ եւ Միացյալ Նահանգներ, եւ այստեղ կան որոշ նյուանսներ եւ նաեւ Վրաստանը փորձում է որոշ չափով դա բալանսավորել ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև ես արդեն նշել եմ Չինաստանի դեպքում, որը որ թվում է թե այս պահին Վրաստանի համար դառնում է եթե ոչ այլընտրանքային, այլ համենայն դեպս լրացուցիչ շատ կարևոր քաղաքական, տնտեսական եւ ինվեստիցիոն գործոն։ Եվ այն գործընթացները պարզապես այն ներքաղաքական զարգացումներ, որոնք որ մասնագետները համար ավելի քան սպասելի են այս վերջի շրջանում ցույց են տալիս, որ Վրաստանի իշխանություններին հնարավոր ստացվեց որոշ չափով կոնսոլիդացնել իշխանությունը, չնայած որ բավականին լարված հարաբերություններին հատկապես Եվրամիության եւ որոշ ԵՄ անդամ երկրների հետ եւ փորձել դա կոմպենսացնել հատկապես Չինաստանի եւ ազիական, ասենք մայրցամաքի որոշ կարևոր դերակատարների համագործակցության ֆոնին։ Արդյոք դա երկարաժամկետ եւ արդյոք դա երաշխավորված գործընթացները, որոնք փորձեն կամ կնպաստեն Վրաստանում ներքաղաքական կայունությանը, դա արդեն ցույց կտա ժամանակը։ Շնորհակալություն, պարոն Մինասյան, ես հիշեցնեմ իմ զրուցակիցը Սերգեյ Մինասյանն էր։